Կարծես Աստծո շունչը զգացվի։ Հասցնում եմ մեզ մեր երազանքի տեղը։ Դες դուրը քո վրա չեն փակում։ Երկար սպասված Փշատավանն է մեր եթերում։ Սիրո ու հավատարմության տեսել եմ ու զարմացել։ Դերը պակաս առնելու։ Տեսել եմ ու գժվել։ Ոյ, ճուտիկ, հետո։ Բախտի դրել ենք այն ցցերի վրա։ Բայրանարտադրվեց ալքի։ Միտը բռնեց էցելա նոյնա բերես, խաղողը Արարատյան դաշտավայր։ Արինե գնա պետք է ուրախացնենք մեր անուշ մեծ աղբորը։ Ասում կողմից կնի անակը գալը։ Համաշխարհային պատերազմ։ Ինչ ոսկի է։ Գելիկ նվեր տան։ Ящик տան նվեր։ 3-4 կես ինչ է զարմացել այդ տղա։ Չէ, կանչեր չեն գալի։ Շատ ենք որոնում Փշատավանում։ Պարզվում է Փշատավանում մի փշատ տրամադրություն է մոտես։ Հələ տվեք իմ ոսկի։ Այսօր ծնունդը ուիրիկն է Փշատավանի գաղտնիքը ու առեսվածը մենք բացահայտեցինք։ Կերներ, մեր սուրբ լեռներն են հորիզոնում, այսօր մեկ ուրիշ տեսարան է, կարծես Աստծո շունչը զգացվի Մասիսի շուրջը, տեսեք ինչ գեղեցիկ է, ուղղակի հրաշք։ Ամբի մեջ մոլորել է, շեք տղակու երեսից իմ բախտը խրով է։ Տեսեք ինչ հրաշք տեսարան է Զանգակատան կողմից, հիմա մենք Զանգակատանն ենք, բարև Զանգակատան, հարգելի բնակիչներ, հարգանքներս ընդ ձեզ, իսկ մենք ընկերներ այսօր գնում ենք Փշատավան, իսկ եթե մարդ կա, որ չգիտի Փշատավանը որտեղ է, իմացեք, գտնվում է Արաքսի ափին, Արազի ափին գեղեցիկ մի գյուղ է, զարդարված շատենիներով և լացողուրեններով։ Մի անգամ ենք այնտեղ բախտ ունեցել գտնվելու, սա երկրորդն է և գնում ենք մեծ սիրով։ Գնում ենք շնորհավորելու, ոգևորելու և լավ մաղթանքներ տեղ հասցնելու, որ լավ մարդիկ միշտ լավ լինեն իրենց լավ լինելու մասին, իմանան, հարգանքը զգան։ Անփորձանք ճանապարհ բոլորիս ընկերներ, իսկ մենք հաղթահարում ենք հայոց ճանապարհները ոլոր-մոլոր։ Ոչ միայն դպրոցի ճանապարհն է ոլոր-մոլոր, այլ նաև Հայաստանի ճանապարհներն են ոլոր-մոլոր, տարիներ գլորվեցին ու պատանի մեզ դարձրեցին, պատանի, չէ, արդեն ձած են դարձրել մեզ այս ճանապարհները։ Ձածիկո։ Պակասում եմ միայն են ֆուրի շոֆերների գազերից, որ միացնենք, լապշան տակասնենք ու ուտենք ճանապարհին։ Եվ այդքանը եւ վերջ, մենք արդեն կդառնանք լրիվ ձյաց։ Գնացինք ձյաց։ Լավ ձյաց։ Ընկերներ, հիանալի տեսարան, հիացեք եւ ես ասեմ ձեզ, որ շատ շուտով հաշված րոպեներ հետո դուք տեսնելու եք Մասիսը արդեն կողքից։ Այսինքն Սիսը չի երևա, այդքան հեռու են գնալու։ Փշատավանը գտնվում է Արարատի աջ լանջի տակ։ Շատ գեղեցիկ տեղ է, Մասիսն էլ այնտեղից տարբերվող է երևում, այնպես որ սպասենք, նայեք տեսանյութը մինչև վերջ, մենք ցույց կտանք ձեզ Արարատը թիկունքից։ Ահա շարժվում ենք նոր փռված ասֆալտի վրայով։ Արարատ քաղաքի կողքի միջպետական ճանապարհն է, հենց նոր են ասֆալտապատել, մի քիչ դղրդում է, բայց հուսանք կդզվի։ Բայց եթե չդզվի, ուրեմն սա դողացող ասֆալտ է լինելու։ Կդզվի, չէ՞, արդեն։ Հուսանք կդզվի։ Գնացինք։ Ներս, հիմա մենք գտնվում ենք Հովտաշատում։ Եվ հենց այստեղից սկսեցինք նկարել Հովտաշատը, որովհետև աչի վրա մի գեղեցիկ ցուցանակ կա Հովտաշատին նվիրված, որը ասում է այլով Հովտաշատ, այ սիրտ Հովտաշատ, Հովտաշատ, բարև ձեզ։ Բարև աղբեր ջան։ Մենք անցանք ձեր գյուղով այս անգամ, ձեր գյուղում չմնացինք, որովհետև գնում ենք Ավան, բայց թե այ ինչ Ավան,
Փշատավան են գնում։ Միասին ընկերներով չի եղել Փշատավանում, այսօր մեզ հետ անպայման կլինի։ Գնում ենք Փշատավանում գեղեցիկ առիթ անցկացնել։ Անցանք Հովտաշատը եւ ձախից արդեն նշմարվում է, որ քիչ հետո Մասիսը կմնա միայնակ մեր տեսադաշտից։ Հաշված րոպեներ հետո մենք կտեսնենք միայն Մասիսը, այն էլ թիկունքի կողմից, թիկունքից կամ այս կողքից չէ, թիկունք ուրիշ է, կողքից ենք տեսնելու եւ հիանանք նրա այդ տեսքով, որը նույնպես շատ գեղեցիկ է հայոց աշխարհից երևում։ Արդար գյուղաց ու զավակ, ցանկություններ քո միակ, խաղաղ տեսնել հայրենիք, պաշտպանել տուն ընտանիք, արդար գյուղաց ու զավակ, ցանկություններ քո միակ, խաղաղ տեսնել հայրենիք, պաշտպանել տուն ընտանիք։ Կանգնեցինք հատուկ այս ծաղիկների համար, ընկերներ, տեսեք ինչ հրաշք տեսարանի ականատես դարձանք, հեռվում Արագածն է ամպերով ծածկված, գեղեցկություն է մեր ուրիշ ձևի։ Վարդան ծաղիկները հավաքել ես, գնացինք դե։ Շուշին պահեցիք, գնով ձեր արյան, քաջարի գուրգեն զարգ Երասխահուն գյուղն է կադրերում, որին ամիջապես հետո հաջորդում է գուշակեք որ գյուղը։ Հələ մի քիչ գուշակեք։ Եթե չգուշակեցիք, սպասեք մինչև տեսնեք որ գյուղն է։ Շատ հարազատ անունով գյուղ է։ Եվ իհարկե կռունկը, որը հարագիլները մեղմ ասած բարձել են ու սարքել են իրենց բնակատեղին, իրենց օթևանը։ Մի հրաշք կռունկ, որի վրա բազմաթիվ հարագիլային բներ կան։ Երասխահունի վերջն ենք հասնում, ընկերներ, եւ շատ շուտով դուք կտեսնեք, թե որ գյուղի մասին է ես ասում։ Կտեսնեք ու չմոռանաք հանկարծ, հիշեք այդ մասին։ Հաշված վայրկյաններ անց մենք հասնում ենք ուշադիր որ գյուղը։ Վարդան դու կարող ես ասես որ գյուղը։ Ուզում ես ասես Վարդան որ գյուղն ենք հասնում։ Ոչ մեկս էլ չի ասում։ Դե չենք ասում, կարդում ենք, չէ՞ որ գյուղն է։ Բայց հենց կարդացին դրանց հետո կասեմ, հա։ Կարող եք դադար տալ, գրել մեկնաբանություններում որ գյուղն է, հետո նոր նայել, որ ավելի ինտրիգային լինի։ Դաշտերով սլանում ենք ընկերներ, այս բնակատեղիները ուղղակի շատ հրաշք տեղում են։ Մասիսի ներկայությամբ ամիջապես։ Մասիսը այստեղ առավել ներկա է, քան մնացած տեղերում։ Չես կարող ուղղակի չտեսնել այս հրաշք տեղը, սուրբ տեղը։ Իսկ հիմա ուշադրությունը էկրաններին, հարգելի իմ բարեկամներ, հասնում ենք իմ նշած գյուղին, բան չմնաց, եսա նայ, ինչքան եմ ես սիրում այս գյուղը, շատ եմ սիրում, այդ իսկ պատճառով նման ուշադրության ենք արժանացնում, բան չմնաց, որ հասնենք և վարկյան հետո դուք կարդում եք ինչ է գրված ցուցանակին։ Հələ կարդացեք ինչ է գրված։ Վարդանաշենն է մեր կադրերում Վարդան։ Իմացար Վարդանաշեն ենք եկել ու Վարդանաշենով պետք է անցնենք, որովհետև ես 1000 անգամ ասիմ գնում ենք Փշատավան։ Ինչ ես մտածում, որ պետք է Վարդանաշենում մնանք։ Չէ, գնում ենք Փշատավան։ Մի շարունակի, գնում ենք Փշատավան։ Մարգարա գյուղն է առջևում։ Մարգարյան Ստեփանը եկել է Մարգարա գյուղ, բայց այստեղ չենք մնա, այստեղից կանցնենք ուղիղ։ Դե գրուն, ուղիղ ենք անցնում։ Գնում ենք Մարգարայով անցնենք
Շուտենք անցել։ Վարդանը հենց հիմա համահանեց։ Սկսավ համը հանել։ Ընկերներ։ Նայր ախպեր, միացրել ես ինչի համար ես միացրել նավիգատորը։ Որ ես սխալ քշեմ, հա։ Լավ կակաշները նկարի, կարմիր կակաշները, ներկել են դաշտերը, կարծես դաշտերից արյունն է հոսում։ Վայ, Վարդան, կարևորը Վարդանաշենից հետո եկանք Մարգարան տեսանք։ Հա, բավականի շուտ կողնորոշվեցին, Վարդանաշեն, Մարգարա, Վարդանաշեն, Մարգարյան Ստեփան, Վարդանաշեն, Վարդան։ Հա, շատ հզոր է։ Ես են ճանապարհն է, որ կեսը կռունտ էր, շեբեներ լցրած են ժամանակ։ Հենց այդ է։ Հիշում ես Վարդան։ Ընկերներ, վերջին անգամ որ եկանք Փշատավան, այս ճանապարհը բավականին վատ վիճակում էր, բան էլ չի փոխվել գրողը տանի։ Օպա։ Անցնում ենք զգուշավոր ձևով։ Տեսեք ինչ խրամատներ են այս ճանապարհին։ Հարգելի այստեղի բնակիչներ, հալալա ձեզ, ապրեք, որ դիմանում եք այս խրամատներին։ Օրը մի սխալ բան ու մեքենատ մնաց այդ խրամատի մեջ, հակատանկային խրամատի մեջ։ Հələ նա ինչ ճանապարհ ենք հանդիպել։ Անցած անգամ էլ երևի մի տարի կլինի, չէ՞ որ եկել ենք։ Անցած անգամ եկանք, ուղղակի այդ տեսանյութը չենք տեղադրել էջ, բայց մասամբ կա, չէ՞, որ եկել ենք։ Ընկերներ, ճանապարհը էլի այսպիսի տեսք ուներ, ուղղակի հիմա ոնց որ ավելի ուրիշ տեսք ունի, բայց ոչինչ, մենք օլոր-մոլոր կանցնենք կգնանք, որովհետև մեր ճանապարհը հասցնում է մեզ մեր երազանքի տեղը։ Հիմա մենք գնում ենք Հայաստանի ամենաարևմուտք, որտեղից երևում է Արազը եւ Փշատավանը հենց ամենաարևմտյան գյուղերից մեկն է մեր Հայաստանի։ Այնտեղ ապրում են հայեր ու եզդիներ։ Շատ լավ գյուղ է, բարեկամական գյուղ է, թշնամու առաջ ծաղկող, ստեղծագործող գյուղ է։ Թշնամին ամեն անգամ տեսնելիս հասկանում է, որ հայը եւ եզդինը անպարտելի են։ Նրանք կողք կողքի, թիկունքի տված ապրում ու ստեղծագործում են։ Այդ չարագուշակներին չհաջողվեց իրենց երազանքի գործերը անել, չար գործերը։ Հիմա մենք այս ճանապարհի վերջում կտեսնենք մեկ ուրիշ ավելի լավ ճանապարհ։ Ես հիշում եմ, սրանից հետո լավն էր ճանապարհը դառնում իսկույնևեթ։ Տես ինչ փոսերով ենք անցնում, հաղթահարում ենք այս ճանապարհը մենք ու հարվում ենք, մեքենան էլ է ծփում այս կողմ այն կողմ։ Հնարավոր է մի բան ջարդվի, բայց մեր մեքենայի վրա ոչ մի բան չի ջարդվում։ Ջարդվելուց էլ տունն է ջարդվում, որ իմանանք սարքել, թե չէ, ստե ջարդվի, ինչ անենք։ Օ, մի նոր փորձադաշտ։ Ով տեղեկություններ ունի այս ճանապարհը երբ են սարքելու ճանապարհ։ Հա, ընկերներ, ասեք տենանք ով է տեղյակ երբ են այստեղ վերակառուցելու։ Օպա։ Ես երևի երկրորդային ճանապարհ է, չէ՞, թե պատասխանեք ընկերներ, իմանանք, սա երկրորդային ճանապարհ է, միակ ճանապարհն է, թե էլի ունեք ճանապարհ Փշատավան տանող։ Բայց ոնց որ կարև արդեն կոմա։ Բարեկամուհիս զիջիր ինձ։ Բարեկամուհի էր, բարեկամ չէր։ Տեսեք ինչ խափուսիկ է գնում ես մեկ էլ թր հենց գիտի այս ճանապարհը մենք արագիլներ ենք, կարող ենք առանց իրա վրայով քշելու գնանք, հենց գիտի թրջում ենք, աղբեր ավտոյով ենք եկել, հլը ինչ փորձադաշտ է, են օֆրոդ քշողներն ուր են, թող գանցնեն մրցում կպնեն, մրցեն միմյանց հետ, ու մեքենան վերջում տեղ հասնի սաղ սալամատ, ուրեմն նա էլ կհաղթի։ Արագության տակ էլի մի 100-ի տակ, չէ՞ Վարդան։ 100-ի տակ եթե սաղ սալամատ հասնի լավ է։
Իմ ընկերներ, հայրենակիցներ, դաժան ճանապարհ է, ես էլ մեր գյուղի նախշավոր ասֆալտից եմ բողոքում, դու միած ձերը արդեն ավելի խորը նախշերա, օյ, սա առաջին հերթին վերանորոգելու կարիք ունի նոր մեր գյուղինը, թող ես սարքեն, նոր մեր գյուղինը սարքեն, վարը, անցած անգամ նորմալ էր, չէ մի քիչ, դաժե ես հիշում եմ 80 քշել եմ, այս անգամ արդեն վերջն է, это уже конец, черт побери, что это такое, я не понял, что за посики здесь, откуда вы взялись вообще, поехали, ага, դες արդեն ճանապարհ, այս ուրիշ, Այսի ուրիշ բան։ այս ուրիշ հաճելի ճանապարհ, չէ, Ալավ ինչ ես մտածում, սենց գեզմանոցը քյասը կճղենք կանցնենք էլի։ Զենիթ հակա ամպային համակարգն էր ընկերներ, մեզնից աջ, որը ամպերին սպառնում է երբեմն, ամպերն էլ վախից գնում են այս կոմենկոմ, տեսեք ու հիմա վախեցած են ամպերը, մենք զենիթի գլխավերևում, ամեն ինչ բաց է, Արազնապին ծնված ընկեր, Են արազին ես մատախ, Մութ բանտերում տանջված ընկեր, Են տանջանքիտ, ես ուր բան, չեմ հիշում է երկը, այդ ժամանակ մենք վաշտով ենք երկում, ուր են իմ վաշտի տաղաները, հլը բարերը գերեք ով հիշում է, Ընկերներ հիմա գտնվում ենք Արազափում, Արազափ, բարև ձեզ, ես ձեզ մոտ եմ եկել, ուր եք, դուրս եկեք մի հատ բարևենք իրար գոնե, հենա դուրսը մարդ կա, հենամ բարև եմ ասեմ, փշատավան ոնց գնամ, համել ճշտեմ ես ինաս գյուղ բերող միակ ճանապարհն է, թե էլի ունեն, հիշում ես են ջրա պաչոկը, վերևում դրված, ուզում ես զումի թող բոլորը տեսնեն, ես ճանապարհը հերիք նայեն, նայելու բան չի, ես ճանապարհը ես հիշում եմ, որ թազա է սարքի հետ վաղտ, մի երկու հատ փոս կար վրան, հələ նա ինչ է եղել, հենց էլ չի որ ֆուրեր են անցնում անընդհատ, ահա, բարև ձեզ, հələ մեր մեծ աղբոր հետ մի քիչ խոսանք, որ գնանք, բարև ձեզ, ես ճանապարհը որ գալիս է միակ ճանապարհն է ձեր գյուղեկով, այդ որ քանդված է սաղ, այդ ճանապարհը միակ ճանապարհն է ձեր գյուղեկով, թե էլի ունեք, ես գնում եմ Փշատավան, չէ, այս ճանապարհը մենակ էտա, բա ինչի չեն սարքում, դե նա բողոք եմ արել որ սարքեն, ասել եմ սարքեն, ճիշտ եմ արել, Բա ինչ ես արել։ դե Արազափի ընկերներ, հաջողություն ձեզ, ես գնացի Փշատավան։ Չէ ընկերներ, եթե սա միակ ճանապարհն է ուրեմ, պետք է այս տեսանյութը ահռելի ձևի տարածեք, որ բոլորը տեսնեն գան սարքեն, գոնե մարդա մի լապատկա շեբեն բերեն գցեն այդ բաների մեջ, տանկային, տեսար մոռացա մեր մեծ աղբորից հարցնեմ, այս ասֆալտը թազա էր, ես հիշում եմ, մեր վիդեոն, որ հիմա դնենք, նույն վիդեոն, որ եկել ենք, հիշում ես, Փշատավանի, ես էր աղբեր, ես հիշում եմ, դու չես քշե, վերջմեր պագրիշկա էր դրած, չես հիշում, այն կռուգի վրա պագրիշկա էր դրած, հիշար, մալադեց Վարդան, ապրես, եսի թազա ասվալտ էր անցած տարի, աղբեր, եսի չայել է, կարանք, ապեր բաները տես, կողի բորձուրները տանայի, թազա է, չէ, Ես չեմ հասկանում, այդ ինչի է թազա ասֆալտը մի սենց եղել էլի, անհասկանալի է, ես անգամ հիշում եմ, մենակ այն վերջում էր, որ մեծ լատոկ էր, ընդե բան արինք, պագրիշկեն էլ դրել էին, որ անկարծ վրայև չանցնենք, աղբերները կոֆե էին չախչապում, սիրտս կոֆե ուզեց Վարդան, Կարող է կանգնենք Դաշտամիշյան հատվածում, խարույկ անենք
ու սուրճ եփենք։ Ինչ կարծիք ես, տես փոսը, բարեկամս։ Այստեղ դրված էր ակը, անվատ դողը, դողում էր վախից անվատ դողը։ Հա։ Հարազնապին ծնված ընկեր Են արազին ես մատա Ընկերներ ես հրապարակային ասում եմ Այս ճանապարհը պետք է վերանորոգվի Սա ուղղակի շատ բարդ է այստեղով տեղաշարժվելը Ապրեն այստեղի մեր հայրենակիցները, որ շարունակում են պայքարել, կանգուն պահել գյուղը, չնայած բազում դժվարությունների։ Մասիս ընկերներ, բան չմնաց, որ կողքից տեսնեք։ Մենք հիմա, որպեսզի պատկերացնեք, որտեղ ենք, ով քարտեզից լավ է հասկանում, տեսեք ընկերներ։ Տեսեք, էսա սահմանը։ Մոտիկացուր սահմանը ցուցադրիր մեր ընկերներին, թող տեսնեն ինչքան մոտիկ ենք։ Մենք էլ ենք դառնում այս բնակչության պես հզոր մարդիկ։ Հա, Վարդան հիմա ցուցադրում է սահմանը, այսինքն հենց քթներից տակով է անցնում։ Գնացինք սահմանակից, սահմանա մոտ Շատավան գյուղ։ Իհարկե հաղթարելով բազում լատոկներ։ Այստեղ կարելի է մի գյուղ հիմնել, անունել դնել Լատոկաշեն։ Բայց ինչի մար։ Որովհետև իսկապես լատոկները շատ էին, ես մոտավորապես 15 րոպե լատոկ ենք իջնում հելնում։ Դա ճիշտ ասիմ։ Հո, անգամ ես ճիշտ ասեցի։ 0-0 ասիմ 15 րոպե, չէ՞։ Այ քեզ ուժեղ տղա, շատ ուժեղ եմ ես։ Զենիթին նայեք։ Ու նկատենք նրա գլխավերևում ամպեր ուղակի չկան, որովհետև վախեցել են։ Հենց այդպես է, կրակոցներից ամպերը ուղղակի դողում են։ Ունես որ նիշուցից ես զենիթը։ Մեր դիմացից հիմա սլանում է հրղեն 07 մակնիշի 2107 լադա մակնիշի հրաշք մեքենան փորձառու վարորդով ով ուղղակի շրջանցում է։ Լատոկները մեզ էլ օգնում է որ շուտ տեղ հասնենք։ Վալադա էլի։ Վալադա, նա վալադ է, որի հետևից ընկած հիմա մենք ճողպրում ենք դեպի Փշատավան։ Փշատավան տեսեք ինչ ռիսկի դիմելով են գալիս։ Մեր բարեկամի 07-ի հետևից էլ գալիս ենք։ Տեսեք ինչ խաղեր է տալիս, մենք հետևում ենք նրան, այո, բարեկամը լավ գիտի որտեղով պետք է անցնի։ Գնում ենք 07-ը մասը, 07 որը կատաղի է վարում, ինձ դուր է գալիս, գնացինք Վարդան 07-ի հետքերով։ 2107 լադա սովետի քառակուսի շունչը Օ 07-ը լավ խաղեր է տալիս տեսեք այստեղ փոսերը մի քիչ ավելի լուրջ են ավելի վնասատու են մենք պետք է 07-ին կպած գնանք որ հանկարծ չկորցնենք մեր վալադին Բարեկամս, եթե կտեսնես այս տեսանյութը, իմացիր, որ շատ եմ հավանել քո քշելու ձևը, դրա համար հետևիդ կպած գալիս եմ, որ հանկարծ քեզ չկորցնեմ, թե չէ դանդաղ տեղ կհասնեմ, իսկ այսպես լավ էլ արագ եմ հասնելու, որովհետև դու իմ դիմացից ես գնում ծանոթ է քեզ այս ճանապարհը։ Տեսեք լիճ աչից։ Եվ իհարկե փոսիկ։ Ուրիշ հետաքրքիր բան չկա, որ մեր հետևորդներին ասենք, Հայաստանի արևմուտքում ենք, իհարկե բանանք այստեղ։ Բանանը հպարտ, օպա։ Հաշված վարդյաններ են մնում Փշատավանին հասնելու։ Էս հլը բանն է, առանձնապն է։ Առանձնապին։ Փշատավան ընկերներ։ Զավակնեն, բաղախյուրից ջրին ես կարոտ եմ, սուտ խաչեքես Իսկ մենք կարճ սպասված ձևով հասանք Փշատավան։ Ափսոս մեր 07-ը աչ գնաց, ոչինչ, մենք էլ ձախ կգնանք, ռուսերեն չեմ ասում, որովհետև հնչողությունը այդքան էլ լավ չի, մենք ձախ գնացինք։ Տեսեք ընկերներ, Մասիսը արդեն կողքից, տեսարան, որը Փշատավանցիները, առանձնապեցիները և
Վարդանաշեն ու երասխահունցիները գիտեն այս տեսարանի մասին։ Նրանք են տեսնելով մեծանում, սերունդներ են մեծացել այս տեսարանը տեսնելով։ Ահա, տեսեք, անգամ նավիգատորը վախից ձենը կտրեց։ Շատավան տանող ճանապարհն էլ է մի քիչ անբարևոք ոնց որ։ Հա։ Դրա համար է նավիգատորը սերի ցույց տալիս։ Ծիծեռնակախաղն է ընկերներ։ Մասիսը աչից, ձախից մասիսը։ Հա։ Ձախից մասիսը։ Աչից խաղողի վազերը։ Տեսեք ինչ հետը ուրիշ սիրունն է նկարվելու տեղ։ Հետ գալուց նկարվենք։ Սիրուն է, չէ, երևաց է սիրունությունը։ Ընկերներ, ասեք, երևաց թե չէ, այդ գեղարվեստական խաղողի այգին։ Չէ, ճանապարհը լավն է, լենա ինչ լավ ճանապարհ է, Շատավանի ճանապարհը։ Շատավանի ճանապարհը լավ էլ առանց փուշ է։ Գնանք, հուսով եմ մի տանկային հրետանավորի փոս չի հանդիպի մեզ պահի տակ։ Հələ ախպեր էս այն անդելը նու էս Շատավանի ոճը, խաղողի այգիների ոճը պետք է հատուկ կանգնենք ու նկարենք։ Տեսեք ինչ հետաքրքիր է։ Ով է տեսել նման ոճի խաղողի այգիներ։ Հարգելի շատավանցիներ, առանձնապեցիներ, ասեք, սա արդյունավետ տարբերակ է, կիսվեք ձեր գաղտնիքով, ինչու չէիք ասել մինչև այդ, տեսել եմ ու զարմացել, տեսել եմ ու գժվել, միթե սա է ճիշտ ձևը, իսկ մենք մեզ չէին ասում, բախտի դրել ենք են ցցերի վրա խաղողը։ Գեղեցկություն, գնացինք Փշատավան, Վարդան կարողա դրոնը հանենք Փշատավան գնանք։ Արի բարեկամս, կանգնում եմ, որ դու այդ հարցերը լուծես։ Թռնենք։ Ընկերներ, հարգելի բարեկամներ, մենք մեծ սիրով հիմա ձեզ ցույց կտանք Փշատավանը դրոնային բարձրությունից։ Անցած անգամ որ եկել ենք, այս ասֆալտը չէին սարքել, չէ։ Ես եկել եմ, որ ծնունդ շնորհավորեմ, բայց ընկերներ, անկեղծ կլինեմ։ Շատ է եկել եմ հենց այս տեսարանը ձեզ ցույց տալու համար։ Տեսեք մեր գեղեցկագույն Սուրբ Լեռը աջ կողմից ինչքան գեղեցիկ է եւ ինչքան լավ է զգում իրեն մեր Մասիսը, որ գիտի իր կողքերը ապրում են հայեր։ Այո, Փշատավանն է Հայաստանի արևմտյան գյուղերից մեկը։ Հաշված մետրեր այն կողմ մեր պետական սահմանն է, որը կփորձենք դրոնով ցուցադրել։ Ահա դրոնը, որը շուտով կբարձրանա երկինք եւ կնկարի մեզ համար։ Նկարիր դրոն։ Վարդանը դրոնով, ես էլ տեսախցիկով կնկարեմ Փշատավանը, Փշատավանի գեղեցիկ միջավայրը։ Վարդան ասֆալտը նոր են արել։ Ես հիշում եմ, որ ստե ասֆալտ չկար այն ժամանակ։ Այստեղ մենք կանգնել ենք, ես Մասիսով հիացել եմ, նկարել եմ։ Ընկերներ, Փշատավանի մասին մենք էլի տեսանյութ ունենք, համեմատելու համար կարող եք մյուսը գտնել, գրում եք Մարգարյան Ստեփան Փշատավան, կտեսնեք, որ մենք այստեղ եղել ենք ու գեղեցիկ նկարել։ Վարդան, դու փորձի խորանաս, որ սահմանել երևա մի քիչ դրոնով, իսկ ես հիմա Փշատավան, ախպերս, հա, հաստատ ասֆալտ արած չէր, ես հիշա։ Ստե լրիվ քանդած էր, սարքած չէր, հիմա ամեն ինչ սարքած է, գեղեցիկ Փշատավանցիները ավելի են հարստացել գեղեցիկ ճանապարհով։ Ամեն վարդյանը հիշում եմ ես Վարդան կարծես թե։ Մեր բարեկամը ուղղակի չուզեց, որ անակնկալը տեղադրենք, բայց մենք ընդհանուր տեսանյութ ենք տեղադրել։ Գլավնին էլ են փուճուրիկն է իր տատիկի հետ։ Հուսով եմ բոլորը լավ են։ Բարև ձեզ հարգելի Փշատավանի իմ հետևորդներ, իմ բարեկամներ, կապ չունի, ինձ հետևում եք թե չէ, ես ձեզ շատ եմ սիրում, հիմա ձեր գյուղում եմ եւ նկարում եմ։ Տետիկոն գնա։ Այդ որտեղ։ Հենց հիմա դրոնի կադրերն եմ ես ձեզ ցույց տալիս, տեսեք դրոնը վերևում է, մենք էլ մեր ձևով հանգիստ գնում ենք։ Ստիս տենաս ճանապարհ կա, որ հարց փորձով գնանք գետի մոտ, նոր գանք անակնկալի հետքերով։ Տեսեք ինչ հին տներ կան։ Սա հին հայոց օջախ է, ընկերներ։ Կավով պատրաստված։ Հա, տես արդեն ստեղ ասֆալտը վերջացավ։ Ահա,
Այս տեսնես ինչու չեն։ Կա Աչանեի մենք մոտիկ ենք գետին։ Արազն է, Արաքսն է մեր կադրերում ընկերներ։ Տեսեք ինչ գեղեցիկ է, ուղղակի հիանալու չափ գեղեցիկ Արազը։ Ահա։ Բարև ձեզ։ Դեպի գետ գնալու տարբերակ կա այստեղ։ Արաքսը։ Ընդես Զաբոր է արած։ Չենք կարող գնալ, հա։ Դե մեր դրոն, արած ախպեր հետ արի կբռնեն կտանեն։ Բռնի։ Հետ։ Հա, դրոն ուզում են տանեն։ Որովհետև աննասուն է։ Դուք ո՞ւրտեղից եք երեխեք։ Մենք Եղեգնաձորից ենք։ Վարդան հետ բեր, ինչքան կար։ Սկորստը միացրու այ ախպեր։ Էլ բան չեն կարող։ Ախպեր հետ բեր։ Հետա գալի։ Օ, ընկերներ։ Մենք եկել ենք ձեր ջուղ ծնունդ շնորհավորելու։ Հələ, լավ չես կարա չէ։ Հեսա պետքա պարզենք, ես էլ չգիտեմ, զանգեմ կասեն։ Հենա լավ է, դրոնն էին գողանում տանեին, դրոնով նկարում ենք։ Всё, հասամ ես, конечно։ Բեր, ստե իջցրու։ Ընկերներ, հենց նոր պրծանք մի 500,000 դրամ ընգնելուց, ամեն ինչ շատ լավ է, հեսա գալիս է մեր թրջունը։ Որտեղ է, ահա եկավ մեր ընկերը, չկարողացան նրան տանել թուրքերը, շուն թուրքերը ուզում էին այս պուճուրիկին տանեին։ Այս դու։ Ես։ Այս նկարում ենք քեզ, ոչինչ։ 07-ը էլ ենք նկարում։ Եկել ենք աշխատասեր ուժեղ հայերի ջուղ։ 2 մետրեյան թուրքերն են, Լարը թե քաղցր եք։ Քաղցր։ Մենք քաղցր ենք խմում։ Մենք ենք քաղցր խմում, առաջ։ Քաղցրը ճիշտ է։ Վարդան մնում ես։ Ես գնացի հաջող։ Հաջող ախպեր ջան։ Արի վարդերը նկարի, վարդեր էլ տես ինչ սիրուն է։ Շատ սիրուն է։ Բորդո վարդերը ու ռոզովի վարդերը։ Ու կատուն ռամաշկաների մոտ։ Արտերի հովին է։ Հա։ Իգրան, ո՞նց ես ախպեր։ Արի մոտս արի։ Այդ լավ ես սովորում, հա, սովոր այդ գրիչը ախպեր, այդ ուժեղ սովորում ես։ Բա ինչ էիր անում։ Էլի սովորում էիր։ Սա լավ է։ Դեմդ լավ բան ես, հա։ Մեծանաս ինչ ես դառնում։ Ոստիկան։ Ոստիկան։ Արա լավ է, հա։ Ոստիկան։ Բայց արդար ոստիկան կլնես, հա։ Ոստիկան։ Պարեք էլի։ Թե քննիչ։ Դատախազ։ Դատավոր։ Դե լավ ոստիկան դարձի։ Դու պրոբլեմ չունես։ Բայց խոսք ես տալ, չէ՞ որ արդար ես ելնելու։ Դե շատ լավ է։ Հա, ի՞նչը։ Ախպեր, բայց կարող է մի 2 տարի հետո կարծիքդ փոխես, ոստիկան չդառնաս։ Հա? Տիգրանը ախպերը։ Տիգրանը։ Եթե ոստիկան դա։ Հեսա փշատավան։ Հեսա տատիկին ու շուտիկին եմ նկարեն, այ։ Հա, ստեղ։ Սետ նկար։ Բայց դու ինչ ճանաչում ես Տիգրան։ Հա? Ապրես։ Հա։ Հա։ Ախպոր սիրտես ինչ է դες խփում։ Էդի դրող ելիք քուչա, հա։ Տիգրան, մտանդե ասա թո լայք են։ Բաժանորդադրվեց ալիքին։ Ջան իմ ախպեր, դու ավելի ուժեղ բան ասի։ Ես կոֆե ուզում դու խորոված զակաս տվեր։ Լսակ հանկարծ Տիգրանի ասածը չմերժեք, բաժանորդագրվեք։ Թանկ մեր քիչ պատմի էլ էս պահի մասին։ Հա ախպերս երևում է։ Էլ անտրայո բանով։ Հողեր հետ կապ ունեցող 07-ա քշում։ Հեսա մի գնացեք գալիս ենք, հա, կամ դուք էլ կարա գաք։ Լալաներից պատմեմ։ Լսի, չէ, լալայից մի պատմի։ Խաղողից պատմի։ Էս ինչ, այդ ով է մտածի այս ձևը։ Էսի գյուղացին է մտածի, ախպեր։ Գյուղացին, որ էլի մենք, էլի։ Աբրից։ Ես էլ եմ մտածել։ Էսի մտածել են, որ խոսքի եկամուտը շատ ստանան ու որակով բերք ստանան։
Ճոգիր։ Հա։ Լավ խաղող է։ Սենց ավելի արդյունավետ է։ Էսի գինու խաղող չի։ Հա։ Էսի սեղանի Ուտելու։ ասած սուպեր խաղող է։ Հեսա գալիս են։ Կանի մեր խաղողի պատմությունը։ Մեր խաղի պատմությունն ենք հիմա մենք։ Մի ճիշտ է, ես խոսքի գյուղի տղա չեմ, բայց ես 30 տարի է եկել եմ ստե։ Դու արդեն գյուղի տղա ես։ Սկսել եմ այս գործի վրան։ Գյուղի տղամարդ ես դու, հա։ Մի էսի ախպեր, էսի իտան պտուկա։ Էս մեկ հոլը տես ստանգնախ թազա է։ Էսա խաղի քոլերա, չես թե։ Հա, անես քոլ չունի։ Հա, անես քոլ թորչել է, հա։ Պատահական նկարենք գան։ Հա, որ էլի ված չի լի, բայց էսի էս քոլն է, էլի խաղող, հա։ Էսի Արմենիա սորտն է։ Այն Արմենիա սորտը ցույց տի, ո՞րն է էս։ Էսի ախպեր։ Ո՞րը տես ոնց է ցիցել։ Քելեթանք ընդե ավելի լավը կա, ընդեղ ավելի լավը։ Հա։ Այդ վրակը ոչես նկարի կցել ենք հայտարարական։ Չէ, դե երևում է որ ուժեղ գործ է սարե։ Կողից տենան ասեն ինչ։ Բայց էս արտադիրած տեսես փուխը լինի։ Հա, բավո։ Էսի փուխը գիտես ինչ իմա, Հա։ արմատները լավ աշխատի։ Հա։ Հա։ Որ կանաչ չլինի։ Խաղողի մեջ պետք է սենց բան չլինի ախպեր խոտ։ Հա։ Արի։ Էս սրսկել եք որ խոտ չաճի։ Չէ, էդի չեմ անում ես։ Էդի վնաս է։ Էդի վնաս է, չէ, քիմիա է էլի։ Հա, բավո։ Էդի ձեռով է սաղանը։ Այսի նկարա, այսի Արմենիան է։ Էսի Արմենիան է մեր։ Բուն բնիկ խաղողն է, էլի։ Տեսնանք կարամ ասել։ Կարելի է խաղող են, բայց դե կարելի է ասել նոյն է բերես խաղողը Արարատյան դաշտավայր։ Ըհը։ Իմ տղան նոյը, չէ, նոյը։ Նոյան տապանից։ Թազա է ստանք հնեմ էլի։ Էն էլ թազա եմ դրել, տես։ Հա, հալալա։ Լսի, էն ի՞նչ է այն կողի բանը։ Էնի Պամիդոր։ կարտոլ է։ Կարտոլ։ Էնի կարտոլ։ Հա։ Հեն ախպերը, սետկից են կո։ Հարևանինն է էն էլի արդեն։ Արվանինն է էլի։ Մեր կոֆեները էլի լա, այդան կոֆե խմենք։ Ոնց է հալնամ որ դառնից։ Հա, այս ընկերներ, այս չոլից հելնում է այն չոլը։ Դառնում է այն։ Всё, ես չոլերի տարբերությունն ասիմ, էլի։ Հասել եմ։ Չոլերի տարբերությունները։ Իրանք ինչ փուր է։ Հա, դզում է վերով քայլել, այդ առողջար է, չէ՞։ Հələ որ կոշիկը տանես քայլես, вообще։ Հա։ Չայրոտ է։ Նկարի, այստեղ մարդ կա թաքնված, թող հիշի ես պահը։ Մենք գնում ենք, դուք մնում եք։ Ախպեր, ես հետևում եմ։ Քան ի՞նչ է։ Ժորա։ Սուրո ախպեր, Սուրո եղբայրը մեզ հիմա կուղեկցի Հոբելյարի տուն, իսկ մենք ուրախ կգնանք, հələ տեսեք դարպասի հետևում թաքնված մարդիկ կան, ովքեր վախենում են մի քիչ տեսախցիկից։ Նստի Վարդան գնացինք Հոբելյարի օջախ։ Սուրո եղբայրը իր էլյան տրայով մեզ ուղեկցում է դեպի Հոբելյարի հասցե, իսկ մենք մեծ սիրով ասֆալտապատ միևնույն ժամանակ փոշոտ ճանապարհներով գնում ենք։ Գնանք հասնենք Փշատավանի մեր անակնկալի հասցե, որտեղ պետք է ուրախացնենք մեր անուշ մեծ աղբորը կամ աղբորը։ Չգիտեմ քան տարեկան է։ Հեսա կիմանանք, ամեն ինչ իր հերթին, ընկերներ, ինչու եք շտապում։ Սպասեք, սաղել կասեմ, ոչ մի բան գաղտնի չեմ պահի։ Տեսեք ինչ գեղեցիկ շենք է, որը երևի թե պարտեզի է նման։ Պարտեզն է, Փշատավանի պարտեզը։ Բարի օր աղբերներ։ Աղբերներին կարա իր մի երկու կադր նկարեիր, կտենանք, հիշեմ ոնց էլ չլինի։ Գնացինք ընկերներ, հիմա օրո, հլտես ինչ սիրուն, հլտես համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանն է ընկերներ Փշատավանում։ Անցած անգամ որ եկել ենք Փշատավան, այս կողմերով չենք անցել, այնպես որ նոր ենք անցնում եւ ինձ համար լրիվ նորություն է այս կողմերը։ Իհարկե պարկած արգելապատնեշները անցանք, հաղթահարեցինք, հիմա մտանք Գրունտային թաղ, մեր անուշ աղբեր Սուրոն, այսենց տեղը տեղին մեզ հասցրեց Հոբելյարի հասցե, հալալա։ Այսպիսին են հայերը, հայի գենը, հայի տեսակը այսպիսին է։ Մեկը մյուսի հանդեպ բարի, կամեցող, օգնելու պատրաստակամ, այն աստիճան, որ անգամ կարող են գելիք նվեր տան, հիաշիկ տան նվեր, ու ես դրան հավատում եմ, որ հայերը այդպիսին են։ Տենան անուշ աղբերը, պետքա նեղնանգ է նվեր տան։ Բա։ Զունգար էլի։ Բայց նվեր տան ոնց եմ վերցելու աղբեր, ամոթ կանեմ։ Ամոթ կանեմ աղբեր, որ նվեր տան, պատկերացնում ես։ Գնում ենք ընկերներ, գնում ենք ուրախ
Խաղողի մշակման մի նոր մեթոդ ես ինձ համար հենց նոր հայտնաբերեցի, ձեզ էլ ցույց տվեցի, շատ հետաքրքիր էր։ Հա տեղացիները հնարավոր է ասեն, ինչ է զարմացի այդ աղա, նորմալ է էլի, այտենց է էլ, բայց ես առաջին անգամ էի տեսնում եւ ապշած եմ, ապշահար եմ եղել։ Վարդանի հետ միասին երկուսս էլ աշկներս բլոկացրել ենք, ես ինչա։ Փշատավան, հետաքրքիր է, յուղի անունը Փշատավան է, բայց մի հատ փշատ ձևի համար չկա, որ տենակ ասենք փշատ։ Գոնե մի թեթև լիներ փշատ, ընկերներ։ Ահա։ Բարև ձեզ, տատիկներ, պապիկներ, ո՞նց եք։ Փշատավանի տատիկներն ու պապիկներն էին։ Մի տատիկ, մի պապիկ էր, բայց տատիկներ, պապիկներ հաստատ կան, շատ ու շատ։ Ես էլ եմ փշատ որոնում։ Փշատ ենք որոնում Փշատավանում։ Ուր է փշատը։ Այս է այսօրվա մեր հարցը, ընկերներ։ Ուր է փշատը Փշատավանի։ Հա։ Նայնե ջան, մեզ Սուրենը, մեր բարեկամ ուղեկցում է ձեր օջախ, գալիս ենք։ Լավ։ Տեսեք, Նարինեն մեր պատվիրատուն է եւ շատ է սպասում, որ մենք գնանք հասնենք։ Այո, խորովածը արել, քաշել են, սպասում են մեզ։ Միթե մեզ համար է խորովածը քաշել։ Գնանք տեսնենք, Վարդան։ Ոնց էլ չելի ձևական կարողա մի հատ ասեն նստենք, մի անգամից նստելու եմ։ Ու տեմ խորովածը։ Անուշ, խորովածն անուշ։ Ընկերներ, Փշատավանում մի փշատ տրամադրություն եմ մոտեցես, ինչ լավ ամեն ինչ։ Փշատախտ եմ կպել, ընկերներ, այս ինչ լավ է ամեն ինչ։ Ահագին մեծ գյուղ է, բայց դու կպատկերացնեիր, որ այսքան մեծ է։ Գեղեցիկ տներով, մեկը մեկի կողքին, կոկիկ, հլես տուն օրինակ իշ սիրուն է։ Տարբերվող, ահա, Սուրենը մեզ ազդանշան է տալիս, որ այստեղ է ուրախության հասցեն։ Այստեղ անգամ բյուտ կա։ Տեխնոլոգիա։ Բյուտ մագնիշի մեքենա։ Կլոր ֆարեր ունենք, հենա։ Մեր հոբելյարը կլոր ֆարասեր է։ Սուրեն, արի իրար հետ գնանք։ Արի, բարեկամս, մենք 07 ենք։ Հեսա քաշը մնդե կայն եմ, լավ։ Ընկերներ, փաստորեն ես մի քիչ շտապել է եւ այս 07-ին թողել էի տուպիկի մեջ, գնամ առաջ, տեղավորվեմ, այս մարդը գանացնի, ու այդ առաջ չենք, այ ախպեր, Եղեգնաձորից հասել ենք ստե Փշատավանի 07-երի դեմը փակենք, մենք այդ մարդը չենք էլի այսքան վաղ։ Կգա էլի, երևի տեսավ, ճանաչեց, հիմա ուզում է մոտիկից ծանոթանալ Վարդան, ինչ է զարմացել, քարես կտրել ինչ է, 01 002 007 Փշատի հոտ եմ առնում։ Սուրենս ապրիս։ Սուրեն բարեկամը գնաց 02 001 IV Սուրեն մեր անուշ ախպերը օգնեց Փշատավանում գտնել հոբելյարի հասցեն։ Իսկ ես հենց հիմա իմ կամքի կմտնեմ մեքենայի մեջ եւ կհանեմ ուրախության գմփիկը։ Սպասեք, տեղ չգնաք։ Ահա այն, տեսեք, գմփիկ, որը, բարև ձեզ, ինչպես եք, լավ ենք, բոլորս լավ լինենք, ծնունդ է եղել, մեր պաղպոր ծնունդ է, բայց չգիտեմ անունը, շնորհավոր ելնի, քո անունն ինչ է մեծ աղբեր, ճանչ ցար մեզի, չէ, դե լավ, ոչ, մենք բարի մարդիկ ենք, բարեկամներ ենք, լավ մնա, առողջելի, հաստատ, Ապրիս մեծ աղբեր, Փշատավանում բոլորը մեկը մյուսին լավն ենք ամենում, իսկ մենք եկել ենք այդ լավը կրկնապատկենք, այս պայից սկսած Փշատավանում մեկ ուրիշ այլ կարգի տոներ են սկսում։ Վարդան Գրիգորյան, Ստեփան Մարգարյան, Անուշ աղբերով եկել է մեզ դիմավոր, ելե տենանքով է։ Հա, աղբեր ես, դու ծննդի մասնակիցներից ես։ Հա, լավ։ Մեկ բառով ասած անակնկալ, բայց հոգո ծնունդը չի։ Ում ծնունդն է, ախպեր, էդ ինչ անակնկալ ես անում, բա իմ ծնունդն է։ Ախպեր լուրջ քո ծնունդն է, հա։ Չասես էլի ներսը, եթե քո։ Հա, մի ասա էլ ախպեր։
թող չիմանան, էլի, մինչև վերջի պահը։ Բարև ձեզ։ Հոբելյարը չէ՞։ Հա, ախպեր գիտես կանե խափում են։ Հոբելյարը ասում չէ, ես չեմ, ինձ ընդ չէ։ Վարդան, արդեն շատ ենք մնացել դուրս է բարեկամս։ Վերցրու։ Գնացինք։ Գնում ենք։ Չես գալի։ Ուժեղ ախպեր, արի։ Վարդան, ուր են մեզ դիմավորողները, հալա տպեք իմ ոսկին, հենց հիմա։ Ում ենք անակնկալնանում, ում կողմից։ Կարենի։ Հա, կնոջ կողմից։ Օ, սեր է, սեր։ Կարեն, Նարինե։ Կարեն, Նարինե։ Հա, դե գնանք, եկեք գնանք Կարեն, նստած են այմա։ Այս բոլոր մեքենաները հյուրերն են, եկել են ծնդեկանում տնավարի։ Կարեն ախպերը, բայց ինչ ճանաչում է Կարենը, թե կասի դու ով ես այ ախպեր։ Հա, հետևում է Կարեն։ Դու չէր հետևում ախպեր։ BMW-ս քշում դրա համար ախպեր։ BMW-ս քշում դրա համար։ Իհարկե ոտներս խերով ձեր օջախ։ Ծափեր տվեք, ուր է Կարեն ախպերը։ Կարեն բարեկամս ծննդը շնորհավոր։ Բարով է կարտարեդաց, նորից տարին գլորվեց, ծնունդի դմոմեր վարվեց, բարդում է կական համար, բարով է կարտարեդաց։ Գինդուցի ծաղը թող պատի քեզ, այսօր քո ծնունդն է, եկել ենք ուրախություն բերենք քեզ։ Հլնդը, սուս է, սուս։ Ինչ կենացա, լավ կենացեք ասե։ Եղբայրների քույրիկների համար։ Եղբայրների քույրիկների ուժեղ, շատ լավ։ Ունես ախպեր քույր։ Ախպերը։ Քույրիկը։ Շատ են քեզ սիրում։ Ապրեք կենացի համար միանում եմ, բայց չեմ խմում, էլի միանում եմ ուղղակի։ Հիմա մեր առիթը մեր անուշ ախպեր Կարենն է, իր ծննդը շնորհավոր լինի։ Մեկ լավ երազանք պահի, առատորեն կատարվելու է երազանքը։ Հա, փչողնենք։ Դե լավ արի, հեսա մի հատ է պապանք չի։ Ախպեր, դու հավատա նման բաների, երազանքները կատարվում են, նայ։ Դավայ, 3-4 կես։ Ուզում ես շուտիկին իջացրու, որ հարմար լինի։ Հիմա ես հարց եմ տալու, ես նայի բոլորի դեմքերին ու ասա ում կողմից կլինի անակնկալը։ Հələ ասա էլի։ Լուրջ ախպեր, вообще կասկա։ Հա? Էն հուշին, թե Չէ, ես ասա։ սեր կա ձեր մեջ բարեկամս, հա? Դու շատ ճիշտ ասեցիր, ախպերս են չես մնացել, արիներ որ նարինեն ասում, դեզ դուրը քո վրա չեն պակում, նարիներ ծեմ այդ գերկի, նարինեի կողմից հա, կենոչըտ կողմից, կեզ շատ սիրում հա, ծափեր տվեք, որ ձեզ է շատ սիրան։ Բայց մենք էլի նվեր ենք բերել, որովհետև սերը մենակ քաղցրության տեսքով չէր։ Նվեր եմ բերել, հա։ Տամ նվերը։ Հլասա ինչ կլնի։ Հլասա ինչ կլնի։ Ասեմ քեզ։ Մնայուն գեղեցիկ նվերը։ Բայց ես էլ չգիտեմ ինչ նվերը, անկեղծ չգիտեմ, ոչ մեկ չգիտի, չէ։ Ես գիտեմ։ Ախպեր, դու էլ չգիտես, ոչ մեկ չգիտի, ինչ ոսկի է։ Ոյ, ճուտիկ, էտուր, գնում է։
Ինչ կրնի, հələ ասա, տարբերակներ ասա։ Ցեպ երևի։ Ախորդ մենք իրար հասկացանք։ Դե արի սենց անենք, ես հիմա նայեմ մի հատ։ Տեսար դու, հա։ Դե դու բաց տես հիմա։ Ինշան, սիրո ու հավատարմության սերը միշտ անպակաս լինի ձեր օջախում։ Հիմա Նարինեն ոսկին իր տեղը կդնի։ Քո թույլ տվությամբ, իր ձեռքով։ Իհարկե։ Պատերազմեք, հա ծափեր ենք տալու, հարգելի փշատավանցիներ։ Ու հեսա հարց եմ տալու ձեզ բոլորիդ, որ պատասխանեք։ Սիրտս ճանաչեց քեզ ինձ մոտ բերեց քո սրտում գարնան արև կարմեց որն ինձ գերեց սիրուն աղջիկ ես հավանել եմ ես քո սրտին սիրահարվել եմ իսկ շփիտը մի աշխարհ անուշ աղջիկ ես հավանել եմ Ես երդվում եմ սերս վկա, իմ սերը քեզ վկա, քեզ պես սիրուն աղջիկ չկա, սիրուն չկա, քո աչքերում սերն իմ կտա, իմ սերը ես կտա, քեզ ուրիշին երբեք չեմ տա դու հավատա, դու իմ արև իմ գարում, աչքերդ սև սիրուն Երդվում եմ սերս վկա, իմ սերը քեզ վկա, քեզ պես սիրուն աղջիկ չկա, սիրուն չկա, քո աչքերում սերն իմ կտա, իմ սերը ես կտա, քեզ ուրիշին երբեք չեմ տա Հալալ ախպերով ունի հարուստան, ով էլ չունի աստված թող նրան էլ տա Դժվար պահին ախպերը միշտ կողքի տա Թե պետք լինի սիրտը կհանի կտա Հալալ ախպերով ունի հարուստան Ով էլ չունի աստված թող նրան էլ տա Դժվար պահին ախպերը միշտ կողքի տա Թե պետք լինի սիրտը կհանի կտա Հա? Էդ ինչի է յուղի անունը Փշատավան? Յուղում մի հատ ծառը մեզ կան վաղտես է Փշատի, հը? Ինչի չեք տնգում։ Հելեն դե ոնց են։ Ասա։ Դա ինչ է նշանակում։ Մեր մոտ մենք օկտեմբերանում ենք։ Դեռ ուրիշ ծառներ կա։ Փշատավան։ Բույսերը, հա։ Խաղողի վազերը էլի, հա։ Ինչ ասեմ, Կարեն ջան, կեզ լիքը լավ բաներ, ախպեր ես։ Նարինե ջան, շատ ես, չես իրում Կարենին։ Ջան, ուր է, հարց եք տալիս, հալասա։ Հա, չէ ախպեր, չեք կանչեր չեն գալի։ Ամել ինչ-որ միտե բրնե ծեծել է, նեղացել են, ասում են չեն գա։ Որ շոկ է, բայց, շոկ է, հա։ Աղջիկներն են ես տեղեք նստեցել ես բացիկ ծրտահարվան Աբրեք, աղբերներ, դե ես մատ դուրս գամ հետո ներս գամ կամ դուրս գամ ու ներս չգամ աղբեր աղբեր չէ, էսի պետք է նկարի ամեն ինչը ընկերներ, մենք գտնվում ենք Փշատավանում և Փշատավանի գաղտնիքը ու առեցվածը մենք բացահայտեցինք, պարզվում է Փշատավանը դա ծածկանուն է, փշատ բույս չկա, բայց կա, այս ես բույսեր, այս հատուկ ծաղի կա, Ձեզ որ ուղիղ հետամ դուրս կգամ, թե ոնց եկել է մտվեց հետամ։ Սենց էթում ես հելում ես գլավն է, աչես անում, ճանքի տով ես եկել։ Էյանով եմ եկել, աղբեր, բայց ներող աղբեր, բան չեն մնում։ Սենց այս, հա, էյանով ենք եկել, սենց կարանք ետնանք։ Որ նույն ճամփով է թող չկա։ Հա։ Օքսի նավիգատորը խփեց սենց լուծի սենց էթա։ Հա։
Աչա տանում ախպեր։ Աչարա մի այտենց քանդաստեղ մի 200 մետր է, հետո այդ մտարած։ Հա։ Քանդածը, ասես որ աչ անես, առաջինից ձախ։ Դենդից եմ եք։ Всё, ուրեմն դες է կեթամ ախպեր, ֆռամ կեթամ։ Ընկերներ, ուրախության պայթուններ լսվեցին, ամեն ինչ ուղակի հիանալի է, մենք շարունակում ենք մեր ճանապարհը, գնանք հասնենք Եղեգնաձոր, Փշատավանից Եղեգնաձոր, Փշատավան, Փշատավան։ Իմացանք վերջը, ինչի է անունը Փշատավան։ Տղերքը ասին։ Անուշը ախպերները ասին։ Հո չեն թողելու իմ համար հարցական այդ պահը։ Լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք այս տեսանյութը, իսկ մենք մեծ սիրով ձեզ համար միշտ, չէ, գնանք մի լայն տեղ գտնենք վարդան։ Լայնաֆորմատ տեղ է պետք մեզ, որ պտտվենք հետ գնանք։ Սիրտս ճանաչեց քեզ ինձ մոտ բերեց քո սրտում գարնան արև կարմեց որն ինձ կերեց սիրուն աղջիկ ես հավանել ես քո սրտին սիրահարվել եմ կյանքու հույս գիտեմ մի աշխարհ անուշ աղջիկ ես հավանել եմ Ես երդվում եմ սերս վկա, իմ սերը քեզ վկա, քեզ պես սիրուն աղջիկ չկա, սիրուն չկա, քո աչքերում սերն իմ կտա, իմ սերը ես կտա, քեզ ուրիշին երբեք չեմ տա դու հավատա, դու իմ արև իմ կարում, աչքերդ սև սիրում Իր աչքեր հայկական Կարող է պատվիրել անգամ Ամերիկա